առաջ որ մի հատ բան էին պատմում, ասում էին որտեղից գիտես, ասում էր վեստին է ասել կամ լուրերը, հա։ Հիմա իրանց համար այդ վեստի լուրերի չափ հեղինակությունը TikTok-ը ինքը նայում է ու հավատում է ամեն ինչին, այսինքն այդ քննադատական դատողության իսպառ բացակայությունը, որը որ էլի նույն կրթության բացն է, այդ ցկյանց կրթության բացն է, այս ամեն ինչը կարծում եմ որ դիլրացվի եւ դիլրացվի հանրային լայն արշավների միջոցով, դիլրացվի կետային ուսուցման միջոցով, դիլրացվի խոսելով, զրուցելով, բացատրելով, ամենօրյա խնամքով։ Նաև սա է պատճառը, թույլ տվեք ավելացնել, որ երկրորդ շնչառությունը թափանցել է նաև TikTok ու վիճակագրությունը, երբ որ նայում եմ, տեսնում որ հատկապես տղամարդիկ են այնտեղ ու 65+ տարեկան տղամարդիկ մեր լսանի կեսից ավելին են եւ նաև այս ծրագիրը, կոնկրետ այս թողարկումը եւ մյուս բոլոր մեր ծրագրերը միտված են հենց այդ կրթության աչքերը բացելուն եւ ներհայելուն, որպեսզի մարդիկ շատ լավ է որ նույն TikTok-ում գոնե իրենք լսեն մասնագիտական կարծիք, ոչ թե ինչ ասես չկա եւ մարդու այսօրվա մարդու բանը ինչ է պահանջմունքը կարճ ինֆորմացիա, որը որ մնում է տեղավորվում է, հետո կամ կմոռանա կամ չի մոռանա։ Ինքն դու չես կարող իրեն երկար ինչ-որ բաներ բացատրել, որովհետեւ ինֆորմացիան հոսքերը շատ արագ է ու այդ իրականացնողները, այսինքն այս բարագայում այս հաղորդումն է, հա, կամ առողջապահության կամ մյուս նախարարություններն, իրենք պիտի գտնեն ձևերը այդ կարճ ինֆորմացիան իրենց հարմար հարթակներով հասցնելու տեղ։ Թափանցելու։ Տեսնում եք արդյոք կարևորությունը նաև ավագ սերնդի համար շարունակական կրթության, lifelong learning-ի, ցկյան ուսուցման, ինչ է տալիս մարդուն 60-ից հետո, ենթադրում եք, որ միջին տարիքում աշխատում է իր վրա կաշխատիկ, ինքնակրթվի, բայց 60-ից հետո, երբ որ պարտադիր չէ սովորել ու մարդը սովորում է, ինչ կարող է տալ դա մարդուն պայմանական աշակերտի դիրքերից, որովհետև 65 եւ ավելի տարեկան աշակերտ են ստացվում սովորողներ։ Տեսեք, այդ մինչև 60-65 սովորելն է հարաբերական, երբ որ աշխատում է, հա, այսինքն դա ինչն է, մասնագիտական աճն է, այսինքն այն հմտությունների բազան չէ, հմտությունների ցանցը չէ, որը մարդուն պետք է, սկսած, չգիտեմ, հանրային վարքագծից վերջացրած սոցկայքային վարքագծով, այսինքն ինչ կտա, օրինակ չհայոյել ավել պակաս, աչուցաղ, հա, լատինատար կոմենտներ չգրել, հիմար կայքերի չհետևել, այդ վիրուսները չբերել, լցնել տուն, համակարգչի մեջ եւ այլն Facebook-յան էջին, հա, անընդհատ այդ վիճակներում չհայտնվել, իմանալ իրեն երբ են խափում, չէ՞ որ այդ մարդիկ ժամանակի ընթացքում դառնում են շատ ավելի խոցելի, դյուրահավատ, հա, վստահող եւ այլն, այսինքն այս այն է, ինչ պետք է մարդկանց։ Դրա համար ես ասում, որ կոնկրետ այս ծրագրի մասով սա շատ կարեւոր է, որ ունենա իր սոցիալական էֆեկտը։ Այսինքն դուրս գա շահառուների շրջանակներից եւ շահառուները ներառեն նոր շահառուներ եւ նաեւ բովանդակային առումով բնականաբար չի կարող մեկ կառույց սա իրագործել, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը դա ծերացող երկիր է, հա, ցավոք, հիմա այդ է նաեւ մեր միջին ծնելիությունը չի փակում այդ բացը, որ դեմոգրաֆիական լուրջ խնդիր ունենք եւ հետեւաբար մենք պիտի զբաղվենք նաեւ այդ սերնդի հարցերով, որպեսզի նրանք նույնպես կարողանան ապահովել հասարակության կենսականությունը։ Երկար կենսունակ լինեն, չէ՞։ Այո, որովհետև բազմաթիվ խնդիրներ կան այսօր ընտանիքներում, հա, հատկապես մեր արդեն նեղ սոցիալական ընկալումների մակարդակում եւ վիճակի մակարդակում, որ մարդը չի զբաղվում իրենով, ասենք հիվանդանոց չի գնում, հերթական ստուգայցեր չի անում եւ այլն, վերջում գալիս կանգնում փաստի առաջ եւ սա համատարած բան է, այո, սա կրթության բան է, երբ որ մարդկանց ասում ես 6 ամիսը մեկ անալիզներ եմ հանձնում, տարօրինակ նայում են դեմքիդ էլի, թե ասենք ինչի, բայց չէ որ այդ դու հետևում ես, որ վաղը մյուս օր դու մի հատ մեծ փորձանքի չհանդիպես։ Հիմա մեր տատիկ պապիկների բանի պարագայում այդ մշակույթը իրենց մեջ ձևավորված չի, այսինքն մինչև տանագը ոսկորին չի հասնում, հա, նաև հենց տեղից է գալիս այդ բացից է գալիս, որ իրենք չեն ստացել այդ համակողմանի տեղեկատվությունը, դրա կարևորությունը, հա, դուրս չեն եկել են հեքիմության, տադականության, պապականության վիճակներից, մինչև մի բան են, չէ՞։ Ես մի օր միֆերն էի առանձնացրել հասարակության մեջ։ Սիսերով քաղցկեղ բուժելն եք ասելու։ Սիսերով քաղցկեղել բանը, չգիտեմ, գելի չորացրած մեզով բանը, ես շատ գիտեմ, ինչ ասես, էլի, ինչ ասես, հավատում են ու անում են, որը որ աբսուրդ է, բնականաբար աբսուրդ է։ Ու
այդ մարդիկ, ես որ հիմա խոսում եմ տարեցների հետ, տեսեք առաջ բաներ չէ, իրենց համար անդադ վերադառնում են մեդիայի, որովհետև այդ լուրջ խնդրեմ է։ Վահրամ, ձեր կազմակերպությունը գնահատող է այս ծրագրին, դիտարկող է։ Ես գիտեմ, որ նախնական որոշակի պատկերացումներ արդեն կան, արդեն անցկացրել եք, տեսել եք, ինչ կարող եք ասել որպես նախնական գնահատում, հետագայում իհարկե ամբողջական գնահատմանը կանդրադառնանք։ Այո, եւ ոչ միայն այս ծրագրի այս բաղադրիչի, այլ նաեւ ընդհանրապես առողջապահության նախարարության կողմից իրականացվող առողջ ապրելակերպի արշավների մի քանի բաղադրիչների վերաբերյալ մենք իրականացնում ենք գնահատում, Կոնկրետ այս բաղադրիչը գոնե մեզ համար կարևորվում է այն տեսանկյունից, որ բացի հետազոտական բաց դաշտ լինելուց, որ մեզանում առանձնապես ուսումնասիրված չի եւ չկան գրեթե մասնագիտացված կազմակերպությունների այդ մասով, շատ է կարևորվում ցկյանս կրթության եւ հանրային տարածության առումով։ Մենք անդադ խոսում ենք այդ մասին, չէ, կրթություն, բայց գալիս է մի հատ փուլ, բուհա ավարտեց ու վերջ, մարդը այլևս ոչ ֆորմալ, ինֆորմալ եւ այլ կրթաձևերով իր վրա չի աշխատում։ Հատկապես այն հավաքական ժառանգությունը, որ կա մեր հիշողության մեջ, այդ, չգիտեմ, խորհրդային ախտն է, դա ինչն է, որ ինչ որ տարիքից հետո մենք ամեն ինչ գիտենք եւ մեզ ոչինչ պետք չի, ու այդ կրթության ռացիոնալ շղթան խաթարվում է։ Ոնց էր լինում, ավարտում էին բուհը, գործուղվում էին ինչ-որ միտեղ աշխատելու եւ աշխատում էին, այս դեպքում ցկյանս։ Կան խորոշված էր արդեն։ Հիմա սա ինչով է կարևոր։ Եթե մենք նայենք ընդհանրապես հայկական միջավայրում, ու համեմատենք այդ հայկական միջավայրը, ենթադրենք, չգիտեմ, X երկրի հետ։ Գերմանիայում քաղաքներից մեկում հիվանդանոց տանող ճամփին ցուցանակ կար, որ ժամը 10:30 մինչև առավոտ այս ճամփով չանցնեք։ Այստեղ տարեց մարդ է ապրում, որը որ քնում է մինչև 10:30, ու իր իրավունքները պաշտպանված լինեն։ Շատ նորմալ է։ Մի անհատի պատճառով բոլոր մեքենաները 7 կիլոմետր գնում էին շրջանցիկ ճամփով, որ հետևից մոտենային հիվանդանոցում։ Իսկ մեզանում բոլորը, այդ թվում եւ հատկապես տարեցները, անգամ չունեն սովորական հանրային տարածք։ Տեսեք, երբ որ խոսում ենք, չէ, դպրոցը տվեց եւ այլն, այդ մարդիկ չունեն հանրային տարածք, սա դեռ քաղաքներում, գյուղերում շատ ավելի վատ է վիճակը, որովհետեւ այդ մարդիկ չունեն զբաղմունք, այդ մարդիկ չունեն կրթվելու հնարավորություն, ու խնդիրը միայն առողջ ծերացման կամ բանի մեջ չի, երկրորդաշնչառության խնդիրը այն տարական բաների մեջ է սկսած մեդիագրագիտությունից, վերջացած կենցաղավարության, ու իրենք ժամանակի ընթացքում դառնում են հասարակության ամենախոցելի խմբերից մեկը, եթե ոչ ամենախոցելի խումբը։ Այս բաղադրիչների շրջանակում մենք նաև անում ենք դիտարկումները, հիմա մի մասով համագործակցում ենք Ալցհեյմերի խնամք Հայաստան կազմակերպության հետ, որովհետև այդ եզակի մասնագիտացված կազմակերպությունն է դաշտում, իսկ ինչ վերաբերում է ծրագրի մնացյալ բաղադրիչներին, արդեն աշխատում է սոցիոլոգների թիմը առանձին, շատ շուտով կունենանք զեկույցը, որը կտրամադրենք առողջապահության նախարարությանը, դիտարկումներով եւ այլն։ Էս է, այսինքն հիմնական մոտիվը, բացի այն որ ձեռնարկատիրական գործունեություն ենք մենք ծավալում եւ մեզ հետաքրքիր է հատկապես որ դաշտում մասնագիտացած ենք հետազոտությունների մասով, մեզ համար հետաքրքիր էր թեման հենց ցկյանս կրթության տեսանկյունից, այսինքն ինչ է արվում այս պահին Հայաստանում, որ չի արվել մինչև հիմա, գոնե վերջին 30 տարիների ընթացքում չի արվել, նոր է արվում, ու նաեւ ես կարծում եմ, որ եթե ծրագիրը շարունակվի ու հաջողի, կունենա ավելի շատ բաղադրիչներ, սկսած սոցիալիզացիայից այդ մարդկանց, միջանձնային կապերի ձևավորումից, իրենց սովորական ռեբուսից դուրս հարաբերությունների հաշտությունից, վերջացրած արդեն այն գործիքակազմով, որով որ այս պահին նախարարությունը աշխատում է։